Ողջույն, շարունակում ենք խոսել ինչպես դառնալ թանկ մասնագետ։ Այսօր ուզում եմ խոսել ռազմավարական մտածելակերպի մասին, որը եկել է փոխարինելու տակտիկական մտածելակերպին։ Այսօրվա փողը իրականում կարող է մրցակցել վաղվա եկամուտին։ Հաջորդիվ ցանկանում եմ խոսել սեփական անունը կառուցելու եւ կառավարելու մասին։ Չէ՞ որ մեր ռեպուտացիան, մեր անունը ժամանակի հետ դառնալու է մեր մասնագիտական արժեքի անբաժան մասը։ Հաջորդը ցանկանում եմ խոսել սեփական անունը ձևավորելու մասին։ Երբեք մի սակարկեք որակը այդ պահի դրությամբ սխալ չգտնվելու համար, որովհետև ձեր անունը կառուցելու եք ոչ թե միշտ ճիշտ լինելու հաշվին, այլ միշտ անկեղծ լինելու հաշվին, միշտ աշխատելու ձեր որակի վրա, եւ որպես այդպեսին խոտաններ բոլորի մոտ կարող են լինել, բայց այդ խոտանը կարգավորել, որակը բարձրացնել ու գրագետ ճիշտ պահին խոստովանել, որպեսզի ընդհանուր աշխատանքը չտուժի, անում են լավագույնները։ Հաջորդ ուզում եմ խոսել կոնստրուկտիվ լինելու մասին։ Մենք բոլորս էլ չենք սիրում քննադատություն, ու չենք սիրում, եթե բացասական բան են ասում մեր մասնագիտական որոշակի աշխատանքի մասին, բայց հավատացեք, դա անգին է, դա հնարավորություն է տալիս մեզ մասնագիտական աճ ունենալ։ Մենք շատ անգամ չենք տեսնում որտեղ են մեր թերություններն ու բացերը։ Անձամբ շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց եւ նրանց կարծիքը, ովքեր կիսվում են իրենց փորձով, ասում են, թե ինչ բաց թողում են գտել ինձ մոտ։ Իհարկե դա չի նշանակում, որ անխտիր բոլորի քննադատությունը արժանի է ուշադրության։ Մոտեցեք քրիտիկական տեսանկյունից։ Եղեք կոնստրուկտիվ եւ դատեք, արդյոք այդ մարդու փորձը բավարար է նման քննադատություն անելու համար, եւ դա նվեր ու որոշակի արժեք է իրանից ներկայացնում ձեր համար, թե ուղղակի տրամադրության անկման պատճառ։ Օգտվեք բոլոր հնարավորություններից։ Իսկ շարունակությունը հաջորդ վիդեոյում։